հանգամանքին անցել է մեկ այլ հայտարարության տեսքով կամ միջնորդպես դատան համարի հայտարարության հանդեսգանք, որը ստուգ շարունակենք։ Պատասխան դատարան ուսույն հանգամանքի վերաբերյալ մենք նախկինում տարբեր դատական նիստերի ընթացքում արդեն իսկ հայտնել ենք դատարանին, սակայն ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ մեր բարձրացված մտահոգությունները ոչ միայն հիմնավոր էին, այլ լիովին հաստատվեցին ընթացող դատական քննության շրջանակներում։ Ցավոք դատարանի կողմից այս ուղղությամբ ձեռնարկված միջոցները եղել են ոչ համարժեք եւ արդյունավետ չեն ծառայել դատավարության բնականոն օրենքի պահանջներին համապատասխան ընթացքն ապահովելու նպատակին։ Արդեն ավելի քան 4-5 ամիս, 4-5 եւ ավել ամիս շարունակվող դատական նիստերի ընթացքում բազմիցս դատարանի ուշադրությանն են գրավել այն անընդունելի հանգամանքի վրա, որ դատավարության առանձին մասնակիցներ իրենց ելույթներում խոսում են սույն քրեական գործի հետ բացարձակապես որևէ առնչություն չունեցող փաստերի եւ իրավիճակների մասին, ավելին այդ ելույթները հաճախ ուղեկցվում են դատավարության մյուս մասնակիցների կամ առհասարակ երրորդ անձանց ասին հնչեցող վիրավորական արտահայտություններով, պիտակավորումներով եւ գնահատողական դատողություններով, որոնք զուրկ են իրավական բովանդակությունից եւ խաթարում են դատավարության օբյեկտիվ եւ բնականon ընթացքը։ Նշված վարքագիծը շարունակաբար անտեսվում է, ինչը նպաստում է դրա կրկնությանը եւ առավել խորացմանը։ Այս համատեքստում պատվարժան դատարան կրկին անգամ ձեր ուշադրությանն է գրավիրում այն հանգամանքի վրա, կամ միշտորում ենք ինչպես դատարանը հարկ համարի տվյալ հայտարարությունները, որպեսզի դատարանն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում անմիջապես ընդհատի դատավարության ցանկացած մասնակցի եւ վերջինս սկսում է խոսել սույն քրեական գործի հետ որևէ կապ չունեցող հանգամանքների մասին։ Ավելին դատավարության այլ մասնակիցների կամ այլ անձանց հասցեին պիտակավորումներ կամ վիրավորանքներ հնչեցնելու դեպքում խնդրում եմ կիրառել օրենքով նախատեսված համապատասխան դատավարական ներգործության միջոցներ։ Սա ոչ թե կողմերի իրավունքների սահմանափակման, այլ արդար դատակերության, դատարանի հեղինակության պահպանման եւ քրեական դատավարության նպատակների լիարժեք իրագործման հարց է պատասխան դատարան։ Սա որպես հայտարարություն կամ միջնորդություն, ինչպես դատարանը հարկահամարի, հաշվի առնելով, որ նախորդիվ, ինչպես նշեցի, դատական նիստերի ընթացքում նմանատիպ երևույթները բազմիցս շարունակական բնույթ են կրել։ Եթե թույլ կտաք պատվարժան դատարան երկու խոսքով միանամ, ես նույնպես միանում եմ գործընկերոջս հայտարարությանը միջնորդությանը։ Ստեղ խնդիրը կայանում է նրանում, որ դատական նիստերի բնականոն ընթացքի ապահովելու պարտականությունը սույն վարույթի ընթացքում դրված է վարույթն իրականացնող մարմնի վրա եւ դատարանը որպես վարույթն իրականացնող մարմին սահմանադրական օրենքով պարտավոր է նաեւ պահպանել քաղաքական չեզոքությունը եւ թույլ չտալ, որպեսզի դատական նիստի ընթացքում այս կամ այն դատավարության մասնակիցները դատավարության տվյալ փուլին չվերաբերող հարցերի, այդ թվում քաղաքական ենթատեքստ, իսկ որոշ դեպքերում ակնհայտ քաղաքական ելույթներով խաթարեն դատավարության բուն ընթացքը։ Անթույլատրելի է նաև դատավարության հանրային մասնակիցների նկատմամբ պիտակավորող որոշ դեպքերում վիրավորական, որոշ դեպքերում սահմանային արտահայտությունների կիրառումը, որը որ պատրանք է ստեղծում հանրության մոտ մեղադրանքի եւ պաշտպանության կողմերի միջև անձնական բնույթի հակառակորդային վիճակի ստեղծման մասին, մինչդեռ այս պարագայում հակառակորդությունը պատահամենը դատավարական է եւ որևէ միջանձնային հարաբերություն այստեղ չկա։ Հետևաբար անթույլատրելի է, որպեսզի դատավարության մասնավոր մասնակիցը որևէ տեսակի կոչով կամ օրդորով կամ որոշակի գործողությունների կատարելու կամ չկատարելու խնդրանքով կամ պահանջով դիմի հանրային մասնակցին, հատկապես հանրային մեղադրողին։ Մեղադրանքի կողմը գտնում է եւ համոզմունք ունի, որ մասնավոր մասնակիցները իրավասու են պաշտպանել իրենց իրավունքները օրենքով չհարգելված ցանկացած ձևով, բայց այդ իրավունքների պաշտպանությունը իրականացնելու նպատակով նրանք իրավասու են դիմել վարույթն իրականացնող մարմնին եւ ոչ երբեք այս վարույթի ընթացքում դատական քննության ընթացքում հանրային մեղադրողներին։ Ուստի խնդրում եմ հետայսու կանխել բոլոր այն դեպքերը, երբ մասնակիցները իրենց ելույթներում դուրս են գալիս վարույթին վերաբերելի հարցերի շրջանակից եւ երկարատև խոսակցությունների ընթացքում որոշ դեպքերում թիրախավորելով այլ մասնակիցներին վերածում են իրավիճակը անկառավարելի մի քաոսի, որ երբ դատարանը ստիպված է լինում հետաձգել դատական նիստը, որպեսզի կարողանա վերականգնել ընթացքը։ Խնդրանքը կայանում է ժամանակին ընդհատելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դատավարական սանկցիաներ կիրառելու մեջ։ Այսքանը պատվարժան դատարան։ Պատվարժան դատարան, եթե թույլ կտաք, ես էլ հայտարարություն ունեմ, ես կապակցությամբ առանց դրա մեր ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակել են ապօրինաբար, հիմա ազատ խոսքի իրավունքից գրեթե զարգել են, միակ տեղը, որտեղ որ ես կարողանում եմ, ասենք, իմ ասելիքը
քիչ թե շատ արտահայտեմ, դա այս դատարանի դալիճում է։ Եվ հիմա պահանջել, որ այստեղ էլ, ասենք, մեզ խոսքի իրավունքից ցայգել, ես ինչ ասեմ, ոչ օրենքի մեջ նման բան կա։ Ինչ վերաբերում է գործին, այս մասին խոսել ենք, բոլորի համար ակնհայտ է, մենք ահաբեկիչներ չենք, մենք ազատաբերներ ենք, ազատարարներ, ամբողջովին եւ ամենացորդ նվիրված Հայաստանի ազատագրման գաղափարի եւ ուշ թե շուտ վստահաբար ասում եմ, Աստծո ողորմածությամբ եւ օրհնությամբ մենք լուծելու ենք մեր առջև դրված խնդիրը եւ ոչ միայն արդարությունն ենք վերականգնելու, այլև ազատագրելու ենք մեր հայրենիքը։ Ինչի մասին է խոսքը։ Նստեք, Շնորհակալ ընդունեցի գիտություն ձեր անային մեղադրողների արգելի մեղադրողների ձեր կողմից նշածը եւ դատարանը իրավ։ Միջնորդություն է կարելի է, միջնորդության վերաբերյալ Ցանկանում եք արտահայտել, խնդրեմ։ Արտաշան դատարան, ճիշտ ասած